Ավետարան ըստ Հովհաննեսի գլուխ 5. Հիսուս ասաց նրանց. ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, մարդու որդին ինքն իրենից ոչինչ չի կարող անել, այլ անում է այն, ինչ տեսնում է, թե հայրը կատարում է, որովհետև ինչ որ հայրն է անում, նույնը նրա նման և որդին է գործում, քանի որ հայրը սիրում է որդուն, և այն ամենը, ինչ ինքն է անում, ցույց է տալիս նրան, և նրան ցույց կտա սրանից շատ ավելի մեծ գործեր, որոնց վրա դուք կզարմանաք, որովհետև ինչպես որ հայրը հարություն է տալիս մեռելներին և կենդանացնում է, նույնպես և որդին կենդանացնում է, ում կամենա։ Սակայն հայրը ոչ մեկին չի դատում, այլ ամեն դատաստան տվել է իր որդուն, որպեսզի ամենքը պատվեն որդուն, ինչպես պատվում են հորը։ Ով որդուն չի պատվում և հորը, նրան առաքողին։ Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ով իմ խոսքը լսում է ու հավատում է նրան, որ ինձ առաքեց, ընդունում է հավիտենական կյանքը և չի դատապարտվում, այլ մահվանից կյանք անցավ։ Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ կգա ժամանակ և արդեն իսկ եկել է, երբ մեռելները կլսեն Աստծու Որդու ձայնը, և նրանք, որ կլսեն, կապրեն, որովհետև ինչպես հայրն ինքն իր մեջ կյանք ունի և կյանք է տալիս, նույնպես և որդուն տվեց ինքն իր մեջ կյանք ունենալ և կյանք տալ, և նրան իշխանություն տվեց դատաստան անելու, քանի որ մարդու որդի է։ Դրա վրա ինչու եք զարմանում, որովհետև կգա ժամանակ, երբ բոլոր նրանք, որ գերեզմաններում են, կլսեն նրա ձայնը և դուրս կգան, ովքեր բարի գործեր են արել կյանքի հարության համար, իսկ ովքեր չար գործեր են արել դատաստանի հարության համար։ Ես ինքս ինձնից ոչինչ անել չեմ կարող, այլ ինչպես լսում եմ հորից, դատում եմ, և իմ դատաստանը արդար է, որովհետև ոչ թե իմ կամքն եմ որոնում, այլ նրա կամքը, ով ինձ առաքեց։